Ողջույն հայր ջան, Արարատ քաղաքի պուրակում եմ, հայոց ցեղասպանությանը նվիրված ուրեմն նորից հուշաքար է այստեղ 1915-2015, այսինքն 100-ամյակին նվիրված, շնորհակալություն քանդակագործներին կամ քանդակագործին ավելի ճիշտ եւ բոլոր նրանց, ովքեր որ աջակցել են, որովհետեւ մենք սա պետք է ունենանք ամենուր։ Եվ ահա ամենակարևորն այն է, որ այստեղ նաեւ տեղադրել են մի շատ տեղը տեղին ճիշտ ուրեմն հուշաքար Նեմեսիս 100-ամյակ հայ վրիժառուներ։ Նիկողայոս Ադոնցը մեր հրաշալի մեծ պատմիչ եւ բյուզանդագետը ուրեմն հայկական հարցի լուծման շուրջ գրքի մեջ ասում է մեր ուրեմն պարտքն է արդարության վերականգնումը, իսկ արդարության վերականգնումը ունի միայն մեկ անուն՝ հայ վրիժառու։ Փառք ու պատիվ այս տղաներին, փառք ու պատիվ Սողոմոն Թելերյանին, փառք ու պատիվ մյուսներին, որովհետև մենք արդարությունը միայն կարող ենք վերականգնել եւ դրա անունը կարող է լինել միայն վրեժ։ Իսկ այդ օրը գալու է։ Այս հուշաքարը ոչ միայն պետք է լինի Արարատում կամ մայրաքաղաք Երևանում, այլև բոլոր համայնքներում, բոլոր գյուղերում եւ քաղաքներում մենք պետք է ունենանք հայ վրիժառուների ուրեմն հուշաքար, ել չեմ ասում, որ պարտադիր իրենց բոլորի անուններով պետք է ունենանք դպրոց եւ մանկապարտեզ։ Բոլորը ծնված օրվանից հայ երեխան երբ ծնվեց, նույնիսկ ծննդատան պատերին պետք է լինի այս մեր հերոսների, իսկական հերոսների, ուրեմն նաև Գարեգին Նժդե, Մոնթե, Տիգրան Մեծ, բոլորի նկարները պետք է երեխան աչքերը բացի եւ սա տեսնի, մինչեւ իր ծնողին տեսնելը առաջինը պետք է տեսնի այս դեմքերը, փառք ու պատիվ հայ վրիժառուներին։